Բաքվին հունից հանել է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը պահանջում է անհապաղ ազատել հայ գերիներին ու պատժել Արցախում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը ոչնչացնողներին։ Փաստաթղթի ընդունումից մեկ օր անց ԵՄ դեսպան Մարիաննա Կույունջիչին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ ու բողոքի նոտա փոխանցել։ Ստրասբուրգում ընդունված բանաձևն ադրբեջանցիները որակել են անհիմն եւ կանխակալ, պնդելով, թե հայերը Ղարաբաղից կամավոր են դուրս եկել։ Բաքվին հատկապես դուր չի եկել ռազմագերիներին ազատելու եվրոպադգամավորների կոչը։ Նրանց դիվանագետին ասել են, թե դատապարտված անձինք մի շարք ծանր հանցանքներ են գործել, այդ թվում ահաբեկչություն, դիվերսիա եւ ռազմական հանցագործություններ։ Մենք պետք է հասկանանք, որ այդ երկրների քաղաքականությունը երկերեսանի քաղաքականություն է եւ բոլորը հետապնդում են ընդամենը իրենց շահերը եւ նման հարցերը օգտագործում են։ Այլ հարց է, երբ որ Հայաստանը պետականորեն այդ հարցերը բարձրացնի, հետապնդի այդ հարցերը, այդ դեպքում արդեն դա կլինի Հայաստանի քաղաքականությունը։ Ադրբեջանը նաև լիովին անհիմն եւ անընդունելի է համարել մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման մեղադրանքը, բողոքելով, թե եվրոպական կառույցները կարևորություն չեն տվել ադրբեջանական ժառանգության իբր ոչնչացմանը, այսպես կոչված օկուպացիայի ընթացքում։ Ադրբեջանցիներն այնքան են նեղվել եվրոպացիներից, որ նույնիսկ որոշել են կասեցնել Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Միլիմեջլիսը պատրաստվում է դադարեցնել անդամակցությունը Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովին։ Արցախում հայկական եկեղեցիների բացահայտ ոչնչացման փաստի մասին Բաքվի այս մեկնաբանությանը նախորդել էր Փաշինյանի սկանդալային գնահատականը։ Հայաստանի ղեկավարն առաջարկում էր այսպիսի հարցերում լինել շրջահայաց։ Երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Կարող է լինել նաև այդպիսի որոշում, որովհետև երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Եկեղեցին, որը թվարկում է կառուցվել է 2016 թվականին, նոծվել է 2019 թվականին։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ նույն կերպ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Եվ ես ասում եմ, մենք պետք է որոշում կայացնենք, ինչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի։ Ես խորհուրդ կտամ ընդհանրապես այդ հիմնավորումներին լուրջ չվերաբերվել, այլ հասկանալ գլոբալ գործընթացը ինչ է կատարվում, այսինքն Արցախում դենացիֆիկացիա է տեղի ունենում, այսինքն այն եկեղեցիները, որոնք կառուցվել են 88 թվականից հետո, 1988 թվականից հետո, դրանք Ադրբեջանը համարում է օրենքից դուրս կառուցված եկեղեցիներ, իսկ այն եկեղեցիները, որոնք ունեն պատմական նշանակություն, դրանք հայտարարում են ոչ թե հայկական, այլ ինչպես մոգոնել են, որ ալբանական եկեղեցիներն են։ Ու մինչ Հայաստանի կառավարությունը խոսում է խաղաղության ու շրջահայաց լինելու մասին, Ալիևի օգնականը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հավաքել տարել է Արցախ։ Նրանց համար քարոզներ կարդացել այսպես կոչված Խոջալուի դեպքերի ու արևելյան Զանգեզուրի վերաբերյալ։ Հաջիևը ասել է, որ Ղարաբաղում ականների խնդիրը մնում է ամենալուրջ մարդասիրական մարտահրավերը։ Նաև խաղաղության մասին է խոսել, նշելով, որ ադրբեջանական պատվիրակության վերջին այցը Հայաստան պատմական իրադարձություն է։ Մուստաֆայևի այցը Երևան ճիշտ նույն բառերով էր գնահատել նաև Նիկոլ Փաշինյանը։ Ալադավթյան, Տիգրան Նադարյան, Էպիկենտրոն։